Համահայկական աշխարհագրականը ներկայացնում է։ Во-первых, я приехала в Армению, на родину. Ես եկել եմ Հայաստան, իմ հայրենիք։ Որդուս հետ եմ եկել, որպեսզի նրան էլ ցույց տամ մեր հայրենիքը։ Ինձ համար շատ կարևոր է այն ամենը, ինչ այժմ կատարվում է։ Մենք հրաշալի էքսկուրսիաների գնացինք, եւ ես համարում եմ, որ Հայաստանն ամենահրաշալի վայրն է իմ նոր մրցույթը կազմակերպելու համար։ Գրեթե ամեն տեղ, բոլոր երկրներում կան վոկալի տարբեր մրցույթներ։ Ես էլ որոշեցի, որ լինելով հայուհի, պետք է իրականացնեմ մրցույթ Հայաստանում։ Այդ առիթով մենք այժմ պայմանավորվում ենք, որպեսզի մրցույթի մասնակիցները հնարավորություն ունենան այցելելու Կոմիտասի այս հրաշալի թանգարան, ծանոթանալու Կոմիտասի երաժշտական գլուխգործոցներին։ Մենք որոշեցինք, որ մրցույթի մասնակիցները պետք է անպայման կատարեն Կոմիտասի որևէ ստեղծագործություն, ցանկալի է հայերեն։ Մրցույթի պայմաններն ամբողջությամբ մշակված չեն, բայց գաղափարն այն է, որ պետք է քարոզել Կոմիտասի երաժշտությունը եւ ընդհանրապես հայ կոմպոզիտորների երաժշտությունը։ Իմ դիմաց այս պահին չինարի ծառն է, որը փոքր շիվից աճել մեծ ծառ է դարձել։ Այդպես էլ մեր մրցույթը։ Գուցե այն սկսվի մասնակիցների փոքր թվով, գուցե մեծ։ Ամեն դեպքում մրցույթը կընդլայնվի, մեծ ծառի նման ամուր արմատներ կունենա եւ երիտասարդ երգիչներին հնարավորություն կտա, ու այստեղից հայկական հողից սկիզբ կառնեն նրանց հաջողությունները։ Ինչպես եղավ ինձ հետ, երբ 1985 թվականին եկա Երևան եւ հաղթեցի Գլինկայի անվան համամիութենական մրցույթում եւ ստացա առաջին մրցանակը։ Դա իմ կյանքում շատ կարևոր էջ է, որովհետեւ իմ առաջին հաղթանակն էր եւ ամենակարևորը այն եղավ իմ հայրենիքում։ Поэтому я хочу дать возможность. Այդ պատճառով ես ցանկանում եմ երիտասարդ երգիչներին հնարավորություն տալ առաջին հերթին գնահատել իմ հայրենիքի գեղեցկությունը, երաժշտության հարմոնիայի գեղեցկությունը։ Նրանք պետք է տեսնեն այն ամենն, ինչ կա Հայաստանում, ինչ մնացել է Հայաստանից։ Դա իմ երազանքն է։ Բացի այդ, մենք ուզում ենք ստեղծել հիմնադրամ երգիչների համար, որոնք ինչ-ինչ պատճառներով, օրինակ հիվանդության, կորցրել են աշխատանքը, ինչպես եղավ Քարդիֆի մրցույթի հաղթող Նադյա Ժդակուչերի հետ։ Երգչուհուն հռչակեցին աշխարհի լավագույն սոպրանո, սակայն երբ նրա բժիշկներն ախտորոշեցին լեյկեմիա, ինչը սարսափելի է, նրանից բոլորը հրաժարվեցին, նրան բոլորը լքեցին։
Մենք փորձում ենք օգնել ֆինանսական, իրավական զբաղվածության հարցերով։ Кроме того, что есть много певцов, Բացի այդ, շատ երգիչներ տուժել են իրենց ոչ պարկեշտ գործակալների պատճառով, որոնք իրենց շուրջ հավաքում են բազմաթիվ երգիչների, հետո լուծարում ամեն ինչ եւ արտիստներին թողնում բառացիորեն փողոցում։ Ինձ թվում է այդպիսի հիմնադրամներ դեռ չկան։ Դա կարևոր է։ Եվ այս չինարի ծառը, որն աչքերիս առջև է, վերածննդի խորհրդանիշ է եւ ինձ հուշում է, որ ամեն ինչ կհաջողվի։ Ես ուզում եմ, որ Հայաստանի հյուրերը, մեր մրցույթի մասնակիցները այցելեն Գառնի Գեղարդ։ Իդեպ, երբ Գեղարդում էի, ինձ թույլ տվեցի երգել այնտեղ։ Ես կարծում եմ, որ ամեն երգիչ, որն այդ անձավում կերգի, նրա ձայնը կբարձրանա, կհասնի Աստծուն։ Я бы хотела, чтобы мы... Ես ուզում եմ, որ մենք գտնենք լուծումները եւ մրցույթն անցկացվի Հայաստանում, որպեսզի երիտասարդ երգիչներն առնչվեն հայկական քիչ հայտնի, բայց հիանալի երաժշտության հետ։ Я хотела бы, чтобы... Ես ուզում եմ, որ մեր մրցույթին մասնակցեն ինչպես երիտասարդ, այնպես էլ արդեն կայացած երգիչներ, որոնց ձայնը ձևավորված է, եւ տարիքային ցածր շեմը 25-ը չի լինելու, գուցե 32-ը, 33-ը, ինչպես լավ գինին, այդպես էլ ձայնը պիտի հասունանա, այն հայկական կոնյակի պես հնեցման կարիք ունի, այնպես որ կարծում եմ մրցույթներում 25 տարեկանի շեմն այնքան էլ ճիշտ չէ։ Членами жюри будут директора театров. Ժյուրիի անդամները լինելու են թատրոնների տնօրեններ, դիրիժորներ, իմ գործընկերները, օպերային երգիչներ, որոնք բեմի մեծ վարպետներ են։ Պատահական մարդիկ չեն լինելու։ Նրանք պետք է շահագրգռված լինեն, որ եզրափակիչ անցնեն մասնակիցներ, որոնք հետագայում կլինեն բեմում։ Ոչ թե ուսուցիչներ, որոնք ժյուրիի աթոռներին նստած որոշում են, թե որ լավ տղային կամ աղջկան մրցանակ տալ։ Այդպես հաճախ է պատահում։ Պետք է ընտրեն թատրոնների տնօրենները, որպեսզի հետագայում այդ երիտասարդներին հրավիրեն իրենց թատրոններում աշխատելու։ В Армении еще нет такого конкурса.
Հայաստանում նմանատիպ մրցույթներ դեռևս չկան։ Այն կարող է նաև տուրիստական բում առաջացնել։ Այստեղ կգան ոչ միայն երգիչներ, այլև երկրպագուներ։ Իսկ երգիչների համար մրցույթը լինելու է ճանապարհ դեպի ապագա։ Նրանց հնարավորություն կտրվի ներկայացնելու իրենց բոլոր հնարավորությունները եւ հայտնի դառնալ։ Դա շատ կարևոր է։ Идея была рождена. Մրցույթի գաղափարում կա նաև դրամատիկ ձայնը պահպանելու նպատակ։ Դա ձայնի առանձնահատուկ տեսակ է, որը ցավոք հազվագյուտ է դարձել, քանի որ նույն երգացանկի համար դրամատիկ ձայները հաճախ փոխարինվում են ավելի թեթև ձայներով։ Իսկ իսկական դրամատիկ ձայնով երգիչները մնում են, այսպես ասած, կադրից դուրս։ Մրցույթում լինելու է հատուկ մրցանակ, որը Մարիա Գուլեգինայից կստանա լավագույն դրամատիկ ձայն ունեցող մասնակիցը։ Դա մրցույթի հիմնական մասերից մեկն է, եւ դա կարևոր է։ Драматические голоса взращиваются гораздо. Դրամատիկ ձայները մշակվում են ավելի հասուն տարիքում։ Մենք նաև այդ պատճառով ենք բարձրացրել տարիքային ցենզը։ Շուտով պատրաստ կլինեն մրցույթի հիմնական դրույթներն ու կանոնները։ Բոլորն ինձ հարցնում են դրա մասին։ Պետք է մի քիչ սպասել եւ ամեն ինչ կլինի։ Переходя к фонду, Ինչ վերաբերում է հիմնադրամին, որի մասին արդեն շատ է խոսվել։ Հիմնական գաղափարը այս կամ այն պատճառով կարիերայից դուրս հայտնված մեծ տարիքի երգիչներին օգնելն է։ Այդպես կարող է պատահել յուրաքանչյուրի հետ։ Մենք չգիտենք, թե ինչ խնդիրներ են մեզ սպասվում առջևում։ Անկասկած հիմնադրամն օգնելու է նաև երիտասարդ տաղանդավոր երգիչներին։ Հասկանալի է, որ երիտասարդներին աջակցություն է պետք։ когда я обдумывала идею самого фонда, Երբ մտածում էի հիմնադրամի ստեղծման գաղափարի մասին, Instagram-ում պատահաբար տեսա Sharon Stone-ի հարցազրույցը։ Նա պատմում էր, թե ինչպես է 10 տարով դուրս մնացել կինոարտադրությունից։ Նա խոսում էր բոլորի անունից։ Իմ ձայնը լսելի է, եւ եթե ես հայտնվեցի այս վիճակում գլխուղեղի կաթվածի պատճառով, ապա ինչ կարող է լինել նրանց հետ, ում չեն լսում։ Եվ այսօր նա աջակցում է այդպիսի ծանր վիճակում հայտնվածներին։ Ես շատ ազդվեցի, քանի որ անկասկած կան մեծ թվով տաղանդավոր մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով հայտնվել են բարդ իրավիճակում։ Եվ այդ ժամանակ երբեմն պետք է ընկերական ձեռքմեկնում, երբեմն ֆինանսական օգնություն, քանի որ շատ դեպքերում բուժման համար գումար է հարկավոր։ Ամեն ինչ կարևոր է։ Պետք է ապահովել մեր երիտասարդության զարգացումը, որպեսզի ձգտեն դեպի մշակույթը եւ միաժամանակ իրենց ճանապարհին չհանդիպեն մեծ խնդիրների։ Положение конкурса будет в начале декабря уже выложено. Դեկտեմբերին մրցույթի դրույթները կհայտնվեն կայքում։ Ես մի հետաքրքիր տարբերանշան եմ հորինել, որը Մարիա Գուլեգինայի կառավարման հիմնադրամի ու մրցույթի եռյակ միությամբ մեկ միավոր է խորհրդանշելու։ Որոշ դետալներ տարվա ընթացքում կշտկենք, որպեսզի մրցույթը կայանա հաջորդ տարվա հոկտեմբերին։